Էլի կլասիկո էր, Վինիսիուսը կրկին ափերից դուրս եկավ, Անգլիայի պրեմիեր լիգայում իրավիճակը փոխվում, Իտալիայի առաջնությունում ամեն ինչ խառն է, Լամին Յամալին ծաղրում է անգամ KFC-ին։ Մինչ Ռեալի ֆուտբոլիստները Յամալին հորդորում են քիչ խոսել, մենք շարունակում ենք խոսել ու խոսել։ Ողջույն բոլորին։ Մեր խաղարկությունը շատ լավ անցավ։ Ուղղակի հաղթողը տենց էլ չգրեց։ Արմեն Թորոսյան ջան, գրի ախպեր, կրել ես։ Ռեալի երկրպագուների համար անակնկալ ուղիղ Մադրիդից։ Historia que tú hiciste, historia por hacer. Սա կլասիկոից առաջ էր։ Հոպարը համոզված էր, որ Ռեալը հաղթելու է, ինչպես եւ մենք։ Եթե դիտել եք մեր նախորդ թողարկումները, ապա տեսած կլինեք, որ մենք գոռում էինք ֆլիկին խնդիրների մասին, չլսեց գերմանացին, կամ էլ ուղղակի ձև չուներ ուրիշ։ Ռեալը արժանի հաղթանակ տարավ, բայց խաղից ու դրա շուրջ իրադարձություններից կխոսենք հաղորդման վերջում, այնպես որ մնացեք մեզ հետ մինչև վերջ։ Մինչ այդ եւս շատ հետաքրքիր իրադարձություններ եղան։ Օրինակ Manchester United-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ What? Բարսավիրները հերթ են կանգնել։ Օ, այո, հատկապես նա։ Manchester United-ը 4-2 հաշվով հաղթեց Brighton-ին։ Ինձ ամենաշատը տպավորեցին առաջին գոլը, որը նկարեց Մաթեուս Կունյան, եւ վերջինը։ Մի հատ տեսեք, թե ինչպիսի հնարամտությամբ է Բրունո Ֆերնանդեշը թողնում գնդակը Մբուեմոյին։ Սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առանց որևէ բան անելու գոլային փոխանցում կատարել։ United-ի պաշտպանությանը իհարկե դեռ հարցեր կան, բայց հարձակումը այդ խաղում ժարի տարեց ուղակի։ Դրա համար էլ Ամորիմը խաղից հետո ասեց, թե բա մենք պետք է վայելենք այս հաղթանակը, իսկ տղաները։ Եթե United-ում պարում ու ուրախանում են, ապա Anfield-ում մուտքի մոտ լամպաճկա են կախել, ակումբի կանանց թիմը լաչարի պես լաց է լինում, տղամարդիկ մի անկյունում իշավոտնուկին նստած ներվային ծխում են, իսկ Արնե Սլոտին պատրաստվում են դատապարտել ազատազրկման Լիվերպուլի խաղին դաժանաբար բռնաբարելու ու սպանելու համար։ Մեղք չի, բայց իսկ ֆաները մեղք չեն, որ այդ սվարկին են նայում արա։ Այնտրախտին 5-1 հաշվով հաղթելուց հետո մարդիկ մտածեցին, թե այնտեղ ճգնաժամ չկա, բայց պարզվեց ոչ թե ճգնաժամ է, այլ ճգնամիս, իսկ Բորմութի հետ խաղում ընդհանրապես ճղթաժամ էր, որովհետև այդ համեստ ակումբը ինչ ուզում անում էր։ Էլ աուդից էր գոլ խփում, էլ խորքից կատարած ֆանտաստիկ փոխանցումից հետո, ճիշտ է, առաջին խաղակեսի վերջում լիվերպուլցիները հիշեցին, որ Անգլիայի չեմպիոնն են ու կրճատեցին հաշիվը, բայց մեկը երկրորդ կեսը նույն անատամ տատիկի խաղն էր։ Մի բան էլ Վան Դեյքը եկավ առաջ, թե բա այսօր հլը չեմ գործի մեջ ու պենալ սարքեց։ Լրիվ անմեղ տեղը, հլը բախտը բերեց, որ երկրորդն էլ չնշանակեցին։ Վերջում եգիպտական բուրգերից մեկում իրեն մումիայի տեղ դրած Սալահը դուրս եկավ, մի հատ գոլ խփեց ու վերադարձավ Եգիպտոս անիմատոր աշխատելու։ Մի խոսքով Լիվերպուլի երբեմնի ֆանտաստիկ խաղի պանիխիդան մի քանի օրից կլինի, որովհետև դրսից բարեկամներ են գալու։ Մեկն էլ գերմանացի է, ամենամոտն էր, շատ ծանր է տանում բիձուկը։ Լրիվ հակառակ տրամադրությունն է Արսենալում, որը հաղթեց ահեղ Crystal Palace-ին եւ հիմնական մրցակիցներից Manchester City-ից արդեն առաջ է 6 միավորով, Լիվերպուլից 7 միավորով, իսկ Wolverhampton-ից 20 միավորով։ Wolves-ը ինչ կապ ունի։ Դրանք գել են արա, կարողա միամիտ տան սաղին անցնեն։ Պաուլո Դիբալան գնալով ավելի է մոտենում Ռոմայի մայր գելի պտուկին։ Ինչ ես խոսում։ Այ որ Ռոմայի էմբլեմի պատմությունը իմանայր, տենց չէիր զարմանա։ Չնայած քո վիզը այնքան երկար է, որ դու քո սեփականով էլ կարաս յոլա գնաս։ Ռոմայի լոգոյի վրա պատկերված են Ռոմուլոս եւ Ռեմուս զույգ եղբայրները, որոնց կրծքով կերակրում է մայր գայլը։ Ասում են Հռոմ քաղաքի հիմնադիրներն են զույգ եղբայրները։
Դիբալան էլ ավելի ու ավելի է մոտենում այդ ցանկալի պտուկին, քանի որ իսկական առաջատար է դառնում հռոմեական թիմի համար։ Սասուոլոյի հետ խաղում նրա գոլը միակն էր ու հաղթականը։ Հուսանք նա կվայելի այդ պտկի քաղցրությունը, ավելի կուղժեղանա ու էլ վնասվածքներ չի ստանա, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք ամբողջությամբ վայելել այդ ուժեղ ֆուտբոլիստի խաղը։ Հռոմի մյուս թիմը Լացիոն, որը չնայած այդ գայլին 10 կիլոմետրից ավել չի կարողանում մոտենալ, բայց կարողանում է հաղթել Յուվենտուսին։ Ու ընդհանրապես այդ թուրինցիներին տպավորությունն է, որ կարող է հաղթել անգամ Պիզան իր թեք աշտարակով։ Լաուտարո Մարտինեսը նույնպես կաթ էր խմել, առյուծի կաթ։ Ուղղակի առյուծը շատ հիվանդ էր ու անօգնական։ Հիշում եք նախորդ թողարկմանը ասեցինք, որ Նապոլին կատաղած է Կոմոյից ու PSV Eindhoven-ից կրած պարտություններից հավաքված ամբողջ մաղձն ու գաղջ մթնոլորտը թափելու է Ինտերի գլխին։ Տենց էլ եղավ, նեապոլցիները հաղթեցին 3-1 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Կևին Դե Բրույնեն, Սկոտ Մակտոմինեյն ու Զամբո Անգիսան։ Ու այդտեղ Լաուտարո Մարտինեսը հիշեց իր հին հաշիվները։ Երբ Կոնտեն Ինտերի մարզիչն էր, Լաուտարոյի հետ լարված հարաբերություններ են եղել, ասում են իրար ամեն օր նախշում էին, բանը անգամ հասել էր բոքսելուն ու Կոնտեն արգենտինացուն նոկաուտի էր ենթարկել։ Ու այս խաղին Լաուտարոն ոչ էս կողմ, ոչ են կողմ, թե բա վախկոտ կեղտի մեկն ես, վախից կակել ես տակդ։ Բայց ոնց երևում է ամբողջ կեղտը նրա տակ է։ Համենայն դեպս Ինտերը պարտվեց ու կորցրեց առաջին հորիզոնականը։ Հենուն էս անմակարդակների հետ ոնց է յոլա գնում։ Սրանք իրար վրա կեղտ են շպրտում, իսկ Մխիթարյանը գիրք է հրատարակում։ Ասերիայի յութուբյան պաշտոնական ալիքը անդրադարձել էր գրքի հրատարակման շնորհանդեսին եւ տեսանյութ էր ապարակել այնտեղից, անդրադառնալով նաեւ Հենոյի հորը Համլետ Մխիթարյանին։ Բայց այս Հենոյի հերը չի։ Գիտեմ Գլոբ ջան, քո չափ խելք չունեն։ Արա ես զարմանում եմ, դժվար էր մի հատ հարցնել Միկի ջան, պապայիդ նկարը սրանցից որ մեկն է։ Ախր չի եք ստիպում, որ խժանք ձեր վրա։ Լավ, եկեք անդրադառնանք առաջիկա խաղերին, հետո էլ կլասիկոն է, իհարկե տհաճ է լինելու, բայց դե ինչ արած, պետք է խոսանք։ Հոկտեմբերի 28-ին Իտալիայում Ատալանտան կընդունի Միլանին, հոկտեմբերի 29-ին Ինտերը կխաղա Ֆիորենտինայի հետ։ Նոյեմբերի 1-ին Անգլիայում Մանչեսթեր Յունայթեդը հյուր կգնա Նոթինգեմ Ֆորեսթին, 4-րդ անընդմեջ հաղթանակի հետևից։ Ինչպես նաև թեժ խաղ է սպասվում Լոնդոնում Տոտենհեմի ու Չելսիի միջև։ Իսպանիայում Ատլետիկոն կընդունի Սևիլիային, Գերմանիայում Բավարիան կընդունի Բայերին։ Գեղեցիկ խաղ է սպասվում Նապոլիի ու Կոմոյի միջև։ Նոյեմբերի 2-ին Լիվերպուլը կընդունի Ասթոն Վիլային, Մադրիդի Ռեալը Վալենսիային, Բարսելոնան Էլչեին։ Վերջին տարիներին Spotify-ի թեթև ձեռքով Բարսելոնայի խաղերը կլասիկոյում երաժշտական են դարձել, բայց այս անգամ միայն Ռեալն էր երգում, ավելի ճիշտ շարունակում երգել։ Այս անգամ Բարսայի գործակցությունը հայտնի փոփ երգիչ Էդ Շիրանի հետ էր, որը մի տուն անգամ չերգեց, բայց ես օրինակ կերգեմ։ I found the team beautiful and sweet. Unfortunately he lost the game. Ինչ բաղաձայն ես, բայց ամեն դեպքում ես գիտեմ, որ դուք հավանում եք իմ երգերը։ Եթե ցանկանում եք էլի վայելել, կարող եք անցնել այս հղումով ու այնտեղ լսել իմ երգն ու կլասիկոյի մասին թարմ կարծիքը խաղից անմիջապես հետո։ Ինձնից շատ ավելի վատ է երգում Լամին Յամալը, որը ըստ մամուլի պատրաստվում է գնել Շակիրայի եւ Պիկեի նախկին առանձնատունը, որտեղ նրանք ապրում էին։ Այդ առանձնատանը եղած շքեղություններից բացի կա նաև ձայնագրման ստուդիա, իսկ Յամալը երաժշտության հանդեպ անտարբեր չի։ Ու արժի, որ նոր մասնագիտություն կամ գործ գտնի իր համար, որովհետև սենց շարունակելու դեպքում իրեն անգամ նոան չի առնի։ Նախորդ թողարկմանը ընդգծել էինք իսպանացու վատ խաղը Օլիմպիակոսի դեմ։ Հիմա էլ ցավոք սրտի պետք է նույնը անենք
արդեն Ռեալի դեմ Կլասիկոյում։ Բայց ինչի ես կենտրոնացել այդ տղու վրա, որովհետև սիրտս ցավում է հորպես։ Իսկ իսկական հերը Կլասիկոյից առաջ թե բա ես դեմ ժարիտանում տղես էլ դաշտում կանի։ Լրիվ լակոտ էլի, տղեն էլ հոր քթից թռած։ Այդ Կլասիկոյից մի քանի օր առաջ նա հյուր էր Պիկեի Kings լիգայում ու մի առիթով այս սենց բան ասել։ Այո, Ռեալը միշտ գողանում ու բողոքում է։ Կներեք, բայց սա երբեք անգամ Մեսին չի էլ մոտենա։ Արդեն հարց է, ինքը ֆուտբոլիստ կդառնա, թե չէ։ Ու այդ խաղից անմիջապես հետո Facebook-յան օգտատերերից մեկը մի հատ շատ լավ հումոր էր արել, ուղղակի չեմ հիշում ով էր։ Լողացնել կարելի էր։ Մզել չէր կարելի։ Ափսոս չեմ հիշում ով է։ Եթե նայում եք, ասեմ շատ լավն է։ Յամալին դեռ կանրադառնանք։ Հիմա խոսենք խաղից, որի առաջին խաղակեսը անցավ Ռեալի բացահայտ առավելությամբ, նույնիսկ չհաշված այն քթի մազ օֆսայդից չհաշված գոլը եւ 11 մետրանոցը, որը չիրացրեց Մբապեն։ Բայց միևնույն է, Վինիսիուսը, Մբապեն, Բելինգեմը ուղղակի անկասելի էին, հատկապես բրազիլացին, որը կերտեց երկրորդ գոլը, բայց միևնույն է, երկրորդ խաղակեսում եկավ պահ, որ փոխարինվեցին այդ երեքը, նրանցից ամենաշուտը Վինիսիուսը, ինչը իհարկե ուղեկցվեց նրա լաց ու կոծով։ Ասում են հատուկ մասնագետները այդ ընթացքում նրա խոսածածը կարդացել են շուրթերից, որը ասում է. «Էլի ես այսպես չեմ կարող, ես հեռանում եմ Ռեալից»։ Ու հաշվի առնելով Վինիսիուսի հաստաշուրթ լինելը, շատ հավանական է, որ հենց այդպես էլ ասել է։ Բայց այդ դրվագը չխանգարեց նրան վերադառնալ հանդերձարանից ու բորբոքվել այնպես, որ 5 հոգով չկարողանան պահել, քանի որ նա ցանկանում էր ջարդել Յամալի գլուխը։ Իսկ թե ինչու, պարզ է։ Կարվախալը ընդամենը հայրաբար ասում էր. «Քիչ խոսա տղա ջան», իսկ ես ջահելը կանչում էր թունել։ Երևի ուզում էր այնտեղ չէ, այդ մենակ Նիկոլին։ Շատ տգեղ է Յամալի պահվածքը ու օրինակի իմ աչքին էլ նրա գոլերը, անցումները էլ չեն գալիս, հավատացեք։ Այնքան վատ է վիճակը, որ անգամ KFC-ն է ծաղրում է դրան, թե բա մի բուրգեր էլ չկաս։ Բայց այս գիլդի մեջ բացի Յամալը եւ Վինիսիուսը աչքի ընկավ նաեւ Բելինգեմը, որը այդ ընթացքում ցույց տվեց իր ֆիրմային ժեստը, որը արել էր նաեւ իր առաջին Կլասիկոյում եւ Անգլիա-Սլովակիա խաղի ժամանակ։ Երկուսի դեպքում էլ նրա գոլերը հաղթական էին։ Ջուդը դա բացատրում է որպես կատակ իր ընկերների հետ, ոչ ոքի ուղված չէ, բայց դե մենք հո երեխա չենք։ Օրինակ ասում են Քիմ Քարդաշյանը իր վրա է վերցրել ժամանակին։ Դե իրանք բիզնես տեսանկյունից։ Բայց այս Կլասիկոյի ամենացավալի պահը իհարկե Պեդրիի կարմիր քարտն էր։ Իրականում թիմի կաշին էր ուզում փրկել։ Երկրորդին էլ արդեն անօգնական թռավ կարմիր ստացավ ու գոնե մի խաղ ստիպված կհանգստանա այդ տղեն։ Մենք էլ գնանք հանգստանալու, դուք էլ հանգստացեք, որովհետև միայն աշխատելով բան դուրս չի գա, բայց աշխատել պետք է։ Մենք անում ենք դա ձեզ համար, այնպես որ շնորհակալ կլինենք, եթե գնահատեք դա ըստ արժանվույն։ Եվ ուզում եմ ասել, որ նախորդ թողարկման խաղարկությանը բավականին շատ մարդիկ մասնակցեցին, ինչը շատ հաճելի է եւ խորհուրդ կտամ, որ շարունակեք այդպես, որովհետև մենք էլի ունենալու ենք խաղարկություններ։ Լավ եղեք, կհանդիպենք։